Ընդհանրապես ես կարծում եմ այդ խոսակցությունները, իդեպ տեսել եմ տարբեր ինչ-որ լրագրողներ, տեսել եմ ինչ-որ տարբեր լրագրողներ, գլխավոր խմբագիրներ, այդ հիմարությունները խոսում են, ահա, քանի որ Ռուբեն Ռուբինյանը բանակցողն է Թուրքիայի հետ, ուրեմն իրեն ընտրել են ազգային ժողովի նախագահի թեկնածու որպես ժեստ Թուրքիային։ Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ քանի որ ես ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել եւ ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինելու։ Հետևաբար իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում է, որ ինձ ընտրելու են ազգային ժողովի նախագահ, որպեսզի ազգային ժողովի նախագահը բանակցի Թուրքիայի հետ։ Փլվեց այդ արդեն։ Հաջորդը դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, որովհետեւ Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից։ Հայաստանի ժողովուրդն է, որ օրինակ վարչապետ Փաշինյանին ընտրել է վարչապետ, ընտրելով քաղաքացիական պայմանագրին։ Հայաստանի ժողովուրդն է, որ պարոն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանին 2021 թվականին ընտրել է ազգային ժողովի նախագահ, միջնորդավորված, որտեղ ընտրել է քաղաքացիական պայմանագրին, քաղաքացիական պայմանագրին էլ պարոն Սիմոնյանին ընտրել է այժմ նախագահ։ Հիմա Հայաստանի ժողովուրդն է, որ լիազորել է քաղաքացիական պայմանագրին, ինձ ընտրել որպես թեկնածու, եթե բնականաբար ազգային ժողովն էլ ընտրի կդառնամ ազգային ժողովի նախագահ։ Նկատի ունեմ, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Իսկ բայց ես չեմ բացառում, որ օրինակ տվյալ քաղաքական գործիչները, խմբագիրները եւ այլ տարբեր օլիգարխների ձեռքից ծնվող անձինք ուղղակի չեն պատկերացնում, որ հնարավոր է առանց օտարերկրյա հրահանգի ինչ-որ բան անել։ Ես ենթադրում եմ, որ իրանց հրահանգում են ինչ-որ տեղից կամ հրահանգողներն են իրանց հրահանգում։